Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Այսօրվա մեր չեմպիոնը MMA-ի մարզիկ Կարեն Ղազարյանն է։ Նա Հայաստանում ապրող միակ հայ մարզիկն է, որը հանդես է եկել հեղինակավոր One Championship մրցաշարում։ Նա Հայաստանի բազմակի չեմպիոն է, նաև սիրողական MMA-ի աշխարհի փոխ-չեմպիոն։ Կարեն, բարի գալուստ, նախ շնորհավորում եմ հաղթական ելույթիդ կապակցությամբ One Championship-ում, այդ մրցելույթին One Championship-ում քո ելույթին մենք դեռ կանրադառնանք, բայց սկսենք ամենասկզբից, ինչպես եղավ քո մուտքը դեպի մեծ սպորտ։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Սկսվեց մանկուց, եւ որ ես սկսեցի զբաղվել հունարոմեական ըմբշամարտով 12 տարեկանից սկսած, մանկուց սեր եմ ունեցել սպորտի հանդեպ ու մոտավոր 4 տարի մարզվելով հունարոմեական ըմբշամարտով 16 տարեկանից սկսեցի շարունակել խառը մենամարտեր մարզաձևով, MMA-ով եւ կամաց սկսվեց արդեն հաջողություններ գրանցելը։ Ինչու որոշեցիր ըմբշամարտից դեպի MMA։ Ճիշտն ասած, այդ խորհուրդին տվել է իմ եղբայրը, Արշակը, որին շատ շնորհակալ եմ, ու դեպ ինքը շատ մեծ ներդրում ունի, որ այսօր ես հասել եմ այս ամեն ինչին։ Կարեն, հաղորդման սկզբում նշեցի, որ դու Հայաստանից առաջին մարզիկն ես, որը հանդես է եկել հեղինակավոր One Championship-ում ու նաև հաղթանակ ունի։ Ինչ է քեզ համար հանդես գալ այդպիսի մեծ ասպարեզում, այդպիսի մեծ արենայում։ Գիտեք, ցանկացած սպորտսմենի համար մեծ երազանք է, եւ որ ինքը մարզվի իր երկրում, ներկայացնի իր հանրապետությունը, այս դեպքում ես մարզվեմ Հայաստանի հանրապետությունում ու ուրիշ երկրներում ներկայացնեմ Հայաստանի հանրապետությունը, դա մեծ երազանք է ու այդ տարիների աշխատանքը, քրտնաջան աշխատանքը բերեց այն արդյունքին, որ ես հասա One Championship ու տոնեցի իմ առաջի հաղթանակը։ Զգացողություններդ, երբ այդպիսի մեծ հեղինակավոր արենայում բարձրանում է Հայաստանի եռագույնը։ Շատ բարձր զգացողությունները, որովհետև դա տարիների երազանք է ու շատ մարդ է սպասում քեզ այդ օրվան, եւ որ դու կհասնես այդպիսի բարձունքի, կհաղթես ու քո եռագույնը կբարձրացնես վերև։ One Championship-ում, որը UFC-ից հետո երկրորդ հեղինակավոր մրցաշարն է, քո հաղթանակը բավականին հեշտ տրվեց։ Առաջին ռաունդում այնպիսի հարվածաշար, որից հետո երկրորդ ռաունդում մրցակիցը հրաժարվեց մենամարտել։ Խնդրեմ լսել քո մեկնաբանությունը, մարզիկի տեսանկյունից դա ինչպես եղավ։ Մենք մինչև մրցմանը մեկնելը հետևել էինք իմ մրցակցին, գիտեինք, որ նա բրազիլիական ջուջիցուի վարպետ է, սպորտի վարպետ է, աշխարհի առաջնության փոխ-չեմպիոն եւ չեմպիոն էր դարձել, ու սպասում էինք այն ինչ, որ ինքը պետք է անի պարտեր դիրքում։ Ու հենց 2 ամիս շարունակ ինչին որ պատրաստվել էինք, իսկ որ իմ մարզիչի ու թիմի հետ մարզվել էինք, մենք ստացանք արդյունքը փառք Աստծո։ Որն էր այդ մենամարտում վճռորոշ պահը։ Մենք գիտենք, որ ինքը մենամարտը ամեն գնով տեղափոխելու է պարտեր, բայց մենք պատրաստվել էինք, որ եթե մենամարտը տեղափոխվի պարտերի դիրքում, հնարավորինս հարվածներ հասցնել նրան, որպեսզի ինքը չկարողանա շարունակել մարտը։ Ինչքանով էր դժվար այդ առաջին 5 րոպեները։ Ինչքանով որովհետև ես դժվար էր այդ 5 րոպեները, որովհետև ինքը մի քանի հնարքներ փորձեց, որի ժամանակ նաև իմ ձեռքը ցաված։ Մենամարտից հետո միջամտություն ա եղել բժշկական, շատ դժվար էր իր այդ մենամարտելը, ճիշտն ասած, որովհետև ինքը փորձառու էր ու պրոֆեսիոնալ ռինգում ուներ 7 հաղթանակ, ոչ մի պարտություն։ Վնասվածքդ կարծես դեռ շարունակվում է, որովհետև որպես կանոն չեմպիոնի հետ հաղորդումը մենք նկարահանում ենք մարզումային ընթացքում, մարզիչը ինձ խնդրեց, որ մարզում չլինի, որովհետև դեռ վնասվածքդ լիովին չի ապակինվել, որքան ժամանակ է պահանջվելու վերականգնվելու համար եւ արդյոք դա քեզ չի խանգարի հետագայում։ Մոտավոր մի 10-15 օր կամ մի քիչ ավել, չէ, հետագայում չի խանգարի, կարծում եմ, որովհետև շուտով արդեն սկսելու եմ մեր մարզումները, մրցումները շարունակվելու են ու մենք ավելին ենք ցկտելու, որ ոչ միայն այդ առաջ անգամով չենք սահմանափակվելու, այլ փորձելու ենք շարունակել մեր մարզումները Հայաստանի Հանրապետությունում ու այստեղից գնալ հաղթանակների հետևից։ Կարեն, սա կարևոր հաղթանակ էր եւ վստահ եմ մեծ դռներ է բացելու քո առջեւ։ Ինչ ես կարծում առաջիկայում ինչ հեռանկարներ կլինեն։ Իհարկե, սա շատ կարևոր հաղթանակ էր ինձ համար ու ես դեռ ունեմ պայմանագիր One Championship կազմակերպության հետ, դեռ 4 մենամարտ ունեմ այնտեղ անցկացնելու եւ կուզեմ իմ շնորհակալությունը հայտնել
ամենաառաջինը Աստծուն, որովհետև Աստծո շնորհքն էր, որ այս պայմաններում հասա այդպիսի մեծ կազմակերպությունում ու տոնեցի հաղթանակը։ Կարեն, վստահ եմ առաջին անգամ էիր հանդես գալիս այդքան շատ երկրպագուների ներքո, այդքան շատ լեցուն տրիբունաների ներքո, ադրենալինի չափաբաժինը ուր էր հասել։ Հետաքրքիր էր ու շատ նաև այդ պահը հավես էր անցնում, որ դու տեսնում ես այդքան մարդ նայում է քեզի, դու գալիս ես ռինգ-քո եռագույնով, ներկայացնում են քեզ որպես Հայաստանի մարզիկ ու ոչ միայն ռինգ գալ այդքան երկրպագուների նայելը, հանդիսատեսների նայելը, այլ նաև դու այդ ընթացքում այնքան բաների միջով ես ասում, բժշկական ստուգումներ, ու այդ ամեն ինչը քեզ ոգևորում է, որ դու գտնվում ես լուրջ վայրում, լուրջ կազմակերպության մեջ ես ու դու ներկայացնում ես քո հանրապետությունը, պետքա տրամադրվես շատ հստակ, կոնկրետ ու վճռորոշ շարժես դեպի հաղթանակի։ Լարվածություն չկա։ Լարվածություն այս անգամ չէ կարելի ասել։ Հետաքրքիր է։ Հունարամական մշամարտից ես անցում կատարել դեպի այս մարզաձև։ Ինչքանով է օգնել քեզ հունարամական մշամարտը։ Ճիշտն ասած, հունարամական մշամարտից հետո երբ որ սկսեցի զբաղվել խառը մենամարտեր մարզաձևով, ես ավելի շատ օգտագործում էի հենց բարբեն, ավելի շատ գրեփլինգ ոճով էի մենամարտում, բայց հիմա իմ ոճը արդեն փոխվել է ու ավելի շատ աշխատում եմ կանգնած դիրքում։ Այսօր ձեր պրոֆեսիոնալ ցուցանիշը 6 հաղթանակ, 1 պարտություն։ Որ մենամարտ եք համարում ձեր կարիերայի այս պրոֆեսիոնալ մենամարտերում ամենաբարդը։ Ամենադժվար մենամարտ ունեցել եմ Նայզայում, որտեղի մրցակիցը Կիրգիզստանն էր ներկայացնում։ Իր հետ եմ դժվար մենամարտ ունեցել, բայց մենամարտերից մեջը իմ համար կարևորը որ կառանձնացնեմ հենց One Championship-ում իմ հաղթանակ տոնելն էր։ Իսկ այդ Ղրղըզ մարզիկի հետ ոնց էիր մենամարտել, մի քիչ ավելի մանրամասն կպատմես։ Իմ Նայզայում իմ մենամարտը Ղրղըզ մարզիկի հետ շարունակվեց 3 ռաունդ։ Երրորդ ռաունդին մնացել էր 50 վայրկյան կարծեմ ավարտին, դադարեցավ մենամարտը ու գրանցվեց տեխնիկական նոկաուտ իմ օգտին, բայց դժվար էր իր հետ աշխատելը, որովհետև ինքը սիրողական ոճով MMA աշխարհի առաջնության հաղթող էր։ Դու գավառից ես, ամեն օր այնտեղից գալիս հասնում ես մարզումների։ Բավականին երկար ճանապարհ, արդյոք հեշտ է դեպի չեմպիոնություն տանող այդ երկար ճանապարհը անցնել ու ինչ ես մտորում այդ ժամանակ։ Չեմ կարծում, որ կարա լինի մի ճանապարհ, որտեղ քո նպատակները մեծ են ու տեղ դժվարություն չլինի։ Հա, իրականում շատ դժվար է գավառից մենք ամեն օր գալիս ենք Երևան մարզումների համար ու նաև ես այդ ամեն ինչի հետ մեկտեղ աշխատում եմ, բայց այդ ամեն ինչը ավելի է քո մեջ ուժ բերում, որ դու պիտի ցկտես ավելին։ Այդ ամեն դժվարությունները Երբ որ դու բարձրանում ես ռինգ, հիշելով թե դու ինչ դժվարություններով ես հասել այդ ամեն ինչին, դու այդ ժամանակ փորձում ես անել ամեն ինչ, որ հաղթես։ MMA-ում հիմնականում միմյանց չխնայող հարվածներ են, նույնիսկ հնարքներ, որոնք կարող են լուրջ կոտրվածներ բերեն նույնիսկ մինչև մարզիկի կարիերայի ավարտի հասնող վնասների։ Վախ կա։ Չէ, վախ չկա, որովհետև այդ ժամանակ ինձ համար, կոնկրետ ինձ համար ավելի կարևոր է իմ հաղթանակը, վնասվածքները բնականաբար անխուսափելի են։ Մեր սիրողական 2024 թվականին սիրողական MMA աշխարհի առաջնության ժամանակ առաջին մենամարտից վնասվածք ստացա, որը շատ լուրջ էր, շնչառությանս հետ էր կապված, իմ նյարդերը կողից վնասվել էր, բայց հենց այդ ձևով ես դուրս եկա Ֆինալում արդեն վնասվածքներին կարգի լուրջ էր, որ ես չկարողացա էլի շարունակել։ Մենամարտից առաջ ավելի շատ ֆիզիկական թե հոգեբանական պատրաստվածությունն է որոշիչ ձեր մարզաձևում։ Ոնց որ սիրում է իմ մարզիչը նշում է, ընկեր Ստյոպը Ստեփան Շահմուրադյանը, ոգուժն ավելի կարևոր է, որովհետև կապ չունի թե դու ֆիզիկապես որքան ես պատրաստված այդ մենամարտին, բայց եթե դու հոգով պատրաստված չես այդ մենամարտին, լարվածությունն ու վախը քեզի կխանգարի, որ դու շարունակես հաղթանակ դեպի։ Կարեն, դու նաև մեկ պարտություն ունես։ Որն է այդ պարտության պատճառը, եթե թերացում կար այդտեղ, ապա որն էր այդ թերացումը։ Իմ թերացման պատճառը այն էր, որ մենք իմ առաջի պարտությունը եղել է One Championship-ում առաջի մենամարտս ու մենք գիտեինք իմ հակառակորդը
որ դիրքում է իրան լավ զգում, պատրաստվել ենք այդ դրա համար, բայց իմ սխալի արդյունքում ես թույլ տվեցի, որ ինքը հենց իր գլխավոր հնարքը կարողանա կատարի։ Ճիշտն ասած, մենամարտի ժամանակ ես էի հաղթում, բայց իմ սխալի պատճառով պարտվեցի։ Կարեն, դու նաև սիրողական MMA-ում աշխարհի փոխ-չեմպիոն ես։ Շարունակելու ես պայքարած սիրողական ասպարեզում։ Չէ, չեմ շարունակելու, որովհետև իմ պրոֆեսիոնալ ցուցանիշը ինձ թույլ չի տալիս սիրողական MMA-ում շարունակել։ Ամեն դեպքում կա կարոտի, չավարտած գործի ինչ որ մի զգացողություն, որովհետև ամեն դեպքում աշխարհի փոխ-չեմպիոն ես, դեռ աշխարհի չեմպիոն չես։ Ճիշտն ասած, մինչև One Championship-ում իմ մենամարտը պիտի մասնակցեի սիրողական MMA աշխարհի առաջնության ու պատրաստվել էինք, որպեսզի ոչ թե երկրորդ, այլ առաջի հորիզոնականը վերադառնայի հայրենիք, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով մենամարտերը տեղի չունեցավ ու ես արդեն սկսեցի պրոֆեսիոնալ կարիերա շարունակել։ Առաջիկայում նախապատրաստվում ենք էլի մեկնել Թայլանդ One Championship կազմակերպության, դեռ հստակ ոչինչ չկա, բայց մարզումները շուտով կսկսենք, որպեսզի հրավերը երբ հրավերը կա, մենք պատրաստ լինենք մենամարտի։ Եվ վերջին հարցը։ MMA-ի նկատմամբ Հայաստանում հետաքրքրությունը մեծ է։ Բավականին շատ մրցաշարեր են լինում տարբեր կազմակերպությունների կողմից, երեխաներ են բավականին շատ մարզում տարբեր մարզադպրոցներում։ Ինչ ես կարծում, ինչպիսի ապագա ունի հայկական MMA-ը։ MMA ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի գլխավորությամբ այսօր Հայաստանում MMA-ը մեծ բարձունքների է հասել, որովհետև եւ որ լսեին Հայաստանից դու կարող ես գնալ մասնակցել One Championship կազմակերպությունում մենամարտի, որը աշխարհի երկրորդ օրգանիզացիան է, այն ժամանակ չկար այդպիսի բան, բայց այսօր Գարեգին Աղաբալյանի գլխավորությամբ հնարավորություն է ընձեռնվել, որ ոչ թե դու երկրից գնաս ուրիշ երկրում մարզվես, այլ դու ապրելով քո երկրում, մարզվելով քո երկրում կարողանաս մասնակցել հեղինակավոր մրցաշարերում։ Դե ինչ Կարեն, եւս մեկ անգամ շնորհավորում ենք քեզ One Championship-ում առաջին հաղթանակի կապակցությամբ։ Ու տա Աստված, որ քեզ One Championship-ում ոչ թե տեսնենք հաղթանակների միայն շարքով, այլև արդեն չեմպիոնական գոտիով։ Շատ շնորհակալ եմ մաղթանքի համար ու կուզեմ վերջում իմ շնորհակալությունը հայտնել Գարեգին Աղաբալյանին, MMA ֆեդերացիայի նախագահին, իմ անձնական մարզչին Ստեփան Շահմուրադյանին, որովհետև ոչ միայն իմ համար մարզիչ է, ծնող է ու լավ ընկեր իր խորհուրդներով, իր աջակցությունը շատ մեծ է այս գործում, որ մենք հասել ենք ու շնորհակալություն եմ ուզում հայտնեմ իմ թիմին, որովհետև իմ ամբողջ թիմը այդ ընթացքում իմ կողքն է եղել, իմ իմ աղբեր Արտուր Ասոյանի գլխավորությամբ։ Ինչ շնորհակալություն Կարեն, եթերում չեմպիոնի հետն էր, իսկ մեր չեմպիոնը MMA-ի մարզիկ աշխարհի փոխ-չեմպիոն One Championship-ի մասնակից Կարեն Ղազարյանն էր։